1-2 օր մանկապարտեզում, հետո 1 շաբաթ հիվանդանում է։ Ինչ անել։ Սա տարածված խնդիր է։ Մի խուճապի մատնվեք։ Շատ ծնողներ բախվում են այս իրավիճակին։ Երեխան հաճախում է մանկապարտեզ, 1-2 օր ամեն ինչ լավ է, հետո հանկարծ տպում, հիվանդություն։ Ու ոչ միայն քթահոսք կամ հաս, այլ ամբողջ շաբաթ տանը։ Ինչու է այդպես լինում։ Փոքրիկի իմունային համակարգը դեռ ամբողջությամբ չի ամրապնդվել։ Այն սովորում է պայքարել տարբեր վիրուսների և բակտերիաների դեմ։ Իսկ ինչպես սովորել, միայն գործնականում։ Երեխան հիվանդանում է։ Իմունիտետը սովորում է ճանաչել նոր վարակները և պաշտպանվել դրանցից։ Կապ մյուս երեխաների հետ։ Մանկապարտեզում երեխան հանդիպում է շատ նոր մանրէների, որոնք տանը կամ հարազատների մոտ չկային։ Հարմարվելուց առաջացած սթրես։ Մանկապարտեզ գնալը երեխայի համար մեծ սթրես է, ինչը կարող է թուլացնել նրա իմունիտետը։ Ինչ անել, չպետք է խուճապի մատնվել։ Բնական է, որ երեխաները մանկապարտեզում հիվանդանում են։ Կարևոր է պահպանել հանգստություն և չմեղադրել ոչ քեզ, ոչ էլ փոքրիկին նրա հիվանդանալու համար։ Պետք է ամրապնդել իմունիտետը։ Ճիշտ սնունդը, մաքուր օդը, սպորտը և քունը առողջությունը ամրապնդելու լավագույն ընկերներն են։ Եթե երեխան շատ հաճախ է հիվանդանում, ապա շաբաթը 2 անգամ խոնավ մաքրություն արեք տանը։ Անհրաժեշտ չէ իդեալական մաքրություն ապահովել, բայց փոշու կուտակումները հաստատ չեն օգնի առողջանալուն։ Խմեք կենսաբանական ակտիվ հավելումներ և վիտամիններ, բժշկի նշանակմամբ։ Իսկ ինչն հաստատ չի օգնի։ Պետք չէ ինքնուրույն երեխային հակաբիոտիկներ նշանակել յուրաքանչյուր մրսածության դեպքում։ Դա միայն կվատթարացնի իմունիտետը։ Հիշեք, մանկապարտեզում հաճախակի հիվանդանալը նորմալ երևույթ է։ Ամեն անգամ երեխայի իմունիտետը կուժեղանա, և նա ավելի հազվադեպ կհիվանդանա։ Կարևոր է համբերություն և հոգատարություն ցուցաբերել ձեր երեխայի նկատմամբ, և այդ դեպքում նա կաճի առողջ ու երջանիկ։